Վանաձորի հենց սրտում տարիներ շարունակ այս գետնանցումը վերածվել էր աղբանոցի ու հասարակական զուգարանի։ Ամենաբանուկ հատվածում գտնվող տարածքը խորհրդային տարիներից ի վեր մնացել էր անտեսված ու անմխիթար։ Նույն վիճակում էր նաև հարակից այգին։ Այսպես էր մինչև 2018 թվականը։ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ եւ ազգային բարերար Սամվել Կարապետյանի ներդրումներով տարիներ շարունակ անտեսված տարածքը վերածվեց ժամանակակից բազմաֆունկցիոնալ համալիրի։ Ընդհանուր գաղափարը հետևյալն էր՝ ստանալ քաղաքի կենտրոնին համահունչ ճարտարապետաշինարարական տեսք եւ նաեւ իր օգտագործելիության ֆունկցիոնալության տեսակետից էլ բազմակողմանի լինի։ Եթե տեսնում եք, նախատեսված են գրեթե բոլոր հնարավորությունները մեր Վանաձոր համայնքի բնակիչների համար։ Գետնանցումը կգործի նաև որպես անվտանգ անցուղի, քանի որ վերևում Տիգրան մեծ պողոտան է եւ գիտեք ինքը բավականին բանուկ փողոց է։ Այսօր այստեղ գործում են խաղային գոտիներ, ժամանցի եւ հանգստի վայրեր, կինոկենտրոն։ Տարածքը դարձել է հանդիպումների, ընտանեկան զբոսանքի եւ երիտասարդական ակտիվ կյանքի կենտրոն։ Բնակության համար շատ հետաքրքիր լուծումներով եւ առաջարկություններով հանդես կգա այս համալիրը, իր մեջ ներառելով նաեւ կինո դիտման վայր, թեկուզ փոքր սրահով, բայց Վանաձորում այս պահին միակը կարելի ասել, նման գեղեցիկ ուրբանիզացիոն լուծումներով համալիր ունենալը Վանաձորի համար շատ գրավչություն կապահովի մեջ եւ տուրիստների հոսք եւ նաեւ քաղաքը հաճելի կդարձնի հենց համակարգացիների համար։ Կենտրոնի բացման օրը վանաձորցիներին շնորհավորելու էին եկել հայտնի արտիստներ Գարիկ Պապոյան, Սոնա Ռուբենյան եւ Նեմրա խումբը։ Այսօր վանաձորցիները ստանում են հնարավորություն ունենալ կինոթատրոն, ժամանցային կենտրոններ, մի բան, որին պետք է չսպասեն, որը հենց աշխարհում հայտնվել էր, պետք է միանգամից տեղել հայտնվել։ Ուղղակի ինչ-ինչ պատճառներով ես չգիտեմ, ինչի է տենց եղել։ Այդպես է եղել, արդար չէ, սխալ է եղել, բայց ես ուրախ եմ, որ կան կազմակերպություններ, մարդիկ, ովքեր ջանք ու եռան չեն խնայել, շտկել են դա։ Ուրախ եմ, որ հաջորդ անգամ, եթե ես լինեմ Վանաձորում, իմ երեխան հետս լինի, ես կիմանամ, որ ժամանցի կենտրոն կա, կգնամ իր համար զբաղմունքը կապահովեմ։ Շատ մեծ նվեր է կարծում եմ Վանաձորի վանաձորցիների համար։ Ցանկացած քաղաքի բնակիչ իրավունք ունի իր քաղաքում ունենալ նման ուրեմն կենտրոններ, չգիտեմ, նման տեղեր, որտեղ նրանք կարող են գնալ, լավ զգալ իրենց եւ չտարբերվել, ինչ որ չտարբերվել մայրաքաղաքից։ Կարապետյանների ներդրումներն ուղղված են համայնքների համաչափ զարգացմանը եւ նպատակ ունեն Երևանից զատ նպաստել նաեւ այլ քաղաքների ու համայնքների առաջընթացին։